Ուղիղ մեկ ամիս է Հայաստանում գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, թեև այսօր խորհրդարանում առողջապահության նախարարը վստահեցնում էր, թե պոլիկլինիկաներում հերթերը քչացել են, օրվա երկրորդ կեսին Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում բժիշկների սենյակների մոտ հերթ էր, հոսքը շատացել է, հաստատեցին պոլիկլինիկայում: 38, 16, 32, 40 հիվանդ ընդունել է: Այո, շատ շատացել է, դաժե կարելի ասել 2-3 անգամ։ Գոհար Գրիգորյանը ապահովագրական համակարգի ներդրումից հետո առաջին անգամ էր եկել պոլիկլինիկա դեղորայքի համար։ Արդյոք ճշտել է իրեն հասանելիք դեղերն ապահովագրության շրջանակներում անվճար են, թե համավճարով։ Բժշկուհին ասեց սերեդայտա կա, բայց սրսկման տեղերը չգիտեմ պետք է լինի թե չէ։ Եթե անվճարը չլինի, գոնե կիսով չափ թեկուզ լինի, կօգտվենք։ Նեղ մասնագետի մոտ հետազոտությունից հետո է նշանակվում դեղորայքը։ Կոնկոր սիրտխապատարականների համար է 5 միլիգրամ 1/2-ով 2 անգամ։ Հաջորդ տուրը, որ պիտի թակեր, ընտանեկան բժիշկն է։ Նեղ մասնագետի ցուցումով հենց ընտանեկան բժիշկն է դեղորայքը առմետ համակարգներ բեռնում։ Իսկ ինչպես են պարզում, այդ դեղը դեղատանը կա թե ոչ։ Եթե համակարգ մտնում ենք, եթե չլինի, չի, ընդհանրապես չի ներբեռնվի։ Իսկ եթե ներբեռնվում է, ուրեմն տեղը կա։ Ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանն ասում է, դեղորայքի բավականին մեծ ցուցակ ունեն իրենց ձեռքի տակ, բայց որոշ դեղեր բուժառուն համավճարով է ձեռք բերելու։ Այն նույն դեղորայքից, նույն քիմիական բաղադրության դեղից կարող է եւ համավճարով լինի, կարող է առանց համավճար։ Եթե հիվանդը ի վիճակի չէ համավճարով, ուրեմն կարող է ընդմյուս ընտրել։ Ընտրության հնարավորություն ունի հիվանդը։ Շատ լավ, որ խնդրեմ գնայք տիկին Գոհարը հիմնի ամբողջ իր ցանկը անվճար է թե համավճար։ Չեմ կարող ասեմ, որովհետև մենք գրում ենք քիմիական անվանումով, ինքը եթե չուզի համավճարովը կարող է առանց համավճարի նվերցնել, բայց մարդ կա, օրինակ, ենթադրենք ուզում է լավ դեղորայք, ենթադրենք բիսապրալոլը ուզում է ինքը կոնկորը վերցնել, կոնկորը ունի համավճար։ Դա բայց քիչ, ենթադրենք 2-300 դրամի կարգի։ Դեղորայքի համավճարի մասին այսօր նաև առողջապահության նախարարը խոսեց, նշելով, որ ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ, եւ ծառայությունների, եւ դեղորայքի մասով։ Հայաստանի Հանրապետությունում քիմիական անվանումով այդ դեղի բոլոր բրենդերի համար սահմանել ենք առավել փոխհատուցման գին։ Եվ սա նշանակում է, որ այս 5-ից կարող է 1-ի, կարող է 3-ի պարագայում մեր փոխհատուցման գնի մեջ ամբողջովին մտնում է, այսինքն մարդը ոչ մի բան չի ավելացնում տվյալ բրենդը առնելու պարագայում, բայց կան այնպիսի բրենդի դեղեր, որոնք մեր փոխհատուցման գնի հավելյալ պիտի վճարում իրականացնեն։ Նախարարը հավելեց, որ այս տարեսկզբին արդեն իսկ դեղորայքի ներմուծման լուրջ ավելացում ունեն։ Հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն դեղորայքի ներմուծման ծավալները այդ ներմուծման ընթացակարգերի ամբողջական, որ դիտարկում ենք անում, $10 միլիոն ավել նախորդ ամիսներին համեմատ ավել դեղ է ներմուծվում։ Անահիտ Ավանեսյանը նաև վստահեցրեց, որ ապահովագրված անձի համար ծախսվող գումարի առավելագույն շեմ սահմանված չէ, բայց սահմանափակումներ կան։ Օրինակ բերեմ, արտահիվանդանոցային կարգով MRT հետազոտության տարվա 2 դեպք ենք փոխհատուցում։ Դրանից ավելը արդեն ապահովագրական փաթեթից դուրս է։ Նախատեսվում է, որ ապահովագրության առաջին փուլում այս տարի համակարգից կօգտվի 1,6 միլիոն մարդ։